Իմ Լիլիթ կարոտել էի։ Նո, ինչ ես անում։ Ուղղակի գրկում եմ։ Մոռացել էի, հեռախոսով վիճել ենք, չէ՞։ Բայց ուշադրություն մի դարձրու։ Դու գիտես, ես այդ ամեն ինչը կարոտից եմ անում։ Ես դու ոնց որ ուրախ չես, որ ինձ տեսել ես։ Չէ, ուրախ եմ, ուղղակի։ Ինչ ուղղակի։ Դե մեր այս թաքուն հանդիպումները ամեն ինչը։ Ես գիտեմ, որ քո համար շատ դժվար է։ Բայց դու չես կողմնորոշվում։ Այդ թեմայով մենք արդեն մի քանի անգամ խոսացել ենք։ Ու ես քեզ ասել եմ, որ խոսամ Աբելի հետ, բայց դու։ Հա, այսինքն ես եմ մեղավոր։ Հա, բա ոնց միշտ էլ ես եմ մեղավոր, չէ։ Չէ, ես քեզ չեմ մեղադրում։ Ուղղակի քեզ ասում եմ, որ աղբորոդ տված խոստմանը կարաս այդքան մեծ ուշադրություն չդարձնես։ Այսինքն այն Լիլիթ ջան, որ դու կարաս Աբելի հետ նստես ու խոսաս։ Ասա աղբերս, ես քեզ խոսք եմ տվել, որ պետք է չհանդիպեմ Նոյի հետ, թաքուն շփվեմ իր հետ։ Բայց չեմ կարող։ Այդքան բան։ Ես քեզ չեմ ասում խափի իրան։ Դու իրան ճիշտ ասա ուղղակի։ Գիտես, որ ճիշտ եմ ասում, դրա համար բառ չես խոսում, չէ՞։ Հա։ Լավ, արի, ինչ հանդիպել ենք իրար հետ, կռիվ ենք անում, արի մի քիչ կայլենք։ Չէ, սպասի։ Ամեն մի քիչ կցրվեց։ Չէ, ես ասելու բան ունեմ քեզ։ Դե ասա, լսում եմ։ Ես երկար եմ մտածել քո ասածների մասին, մեր մասին։ Ու ինչ։ Մենք պիտի մի որոշ ժամանակ չհանդիպենք։ Չեմ ասում, որ բաժանվենք, ուղղակի մի որոշ ժամանակ չհանդիպենք։ Դու հենց նոր ինչ ասեցիր, լուրջ ասեցիր։ Հավատա, հիմա այդպես ճիշտ կլինի։ Ինձ պետք չի ոչ մի բանի հավատամ։ Ես քեզ հարց տվեցի, ինչ ասեցիր, լուրջ ասեցիր։ Դու գիտես, որ իմ մոտ ոչ մի բան չի փոխվել, իմ զգացմունքները չեն փոխվել, ուղղակի հիմա այդպես է պետք։ Ուղղակի չգիտեմ ես, Լիլիթ։ Ես փորձում եմ քո հետ ավելի նուրբ լինեմ, քեզ չնեղացնեմ, մոռանամ մեր կռիվները, բայց պարզվում է, որ դու հազիվ ես եկել իմ հետ հանդիպման, հեռախոսով ասեիր, ինչի հեռախոսով չասեցիր, քեզ նեղություն ես տվել, եկե հասել ես ստեղ։ Ու սխալ ես ինձ հասկանում։ Ինչի, որովհետև ուրիշ տարբերակ չկա։ Դու չես ուզում ուղղակի Աբելին ասես, չես ուզում իրան նեղացնես, բայց իմ կարծիքով դու ինքդ չես ուզում, այդքան բան։ Ոչ մի բան չես հասկանում։ Ես ուզում եմ Աբելին ասել, բայց հիմա ինքը ուրիշ խնդիրների մեջ է, ու ես չեմ ուզում ամեն ինչ ավելի բարդացնեմ։ Հարց չկա, Լիլիթ։ Ես քեզ ոչ կզանգեմ, ոչ կհանդիպենք իրար հետ թաքուն։ Դու էլ քո համար հանգիստ կապրես, ես էլ մի բան կմտածեմ։ Դու ամեն ինչ չափազանցնում ես ու չես ուզում հասկանաս։ Ինչն եմ չափազանցնում, մի նախադասության մեջ ամեն ինչ ասեցիր, որոշ ժամանակ չհանդիպենք, այդ ո՞րն է։ Ստացվում է, որ մենք ժամանակից առաջ ենք ընկել, շտապել ենք մեր գործողությունների մեջ։ Ես էլ գիտեմ դու նեղվում ես, բանից պարզվում է, որ մենակ ես եմ նեղվում, խնդիր չկա, դու կապրես քո համար, ես էլ իմ համար։ Լիլիթ ջան։ Նոյ, տենց չի, խնդրում եմ լսի։ Այն ինչ որ ես լսեցի հերիք էր, դրանում ամեն ինչ ասված էր։ Թող մնանես ոնց որ կա։ Դու գիտես, որ իմ զգացմունքները չեն փոխվել։ Չեն փոխվի։ Այդ հիմա չեն փոխվի։ Դի զգացմունք լինի, որ փոխվի։ Երևի քեզ թվացել է, որ դու ինձ սիրում ես։ Հա։ Ու Աբելը ճիշտ էր ասում, դու երեխա ես։ Դու զգացմունքը չես տարբերում կապրիզից։ Ու հիմա էլ երևի հասկացել ես, որ ես քեզ պետք չեմ, ու հանուն ինձ պետք չի Աբելի հետ կռվես։ Չէ՞։ Չես դու ամեն ինչ սխալ հասկանում։ Ինչի չես ուզում ուղղակի մտածես, որ հիմա իրոք դա ճիշտ տարբերակ է։ Իմ համար ճիշտ տարբերակը գիտես որն է։ Նենց որ բացատրություն պետք չի դաս։ Նոյ, սպասի, ինչի դու չես ուզում ինձ հասկանաս, ամեն ինչ սխալ ես հասկանում։ Էլ բառ մի խոսա։ Ես ամեն ինչ շատ լավ եմ հասկանում, Լիլիթ։ Ու դու լավ գիտես, որ ես քեզ շատ եմ սիրում։ Ու ես քո համար ամեն ինչ կանեմ։
Բայց քեզ արի ուտես, որ ժամանակ է պետք։ Դու ուզում ես հասկանաս ինչքանով եմ ես քո համար կարևոր, ինչքանով չէ։ Արժի իմ համար մի բան անել, թե չէ։ Ու սենց թողնում ես գնաս։ Եղավ։ Արամ, ո՞նց ես։ Այսօր լավ եմ, երեկ էի շատ մեռած։ Ոնց հասկացա տնից արդեն դուրս ես եկել։ Հա, Ու հաստատ գնալու ես Սևակի հետևից։ անպայման։ Ապեր հարցը քո քերոջն է վերաբերվում, դրա համար ես շատ չեմ ուզում խառնվել։ Աբել, պետք էլ չի որ խառնվես։ Ես ամեն ինչ կանեմ։ Բայց մի բան հաստատ իմացի։ Եթե իմ կարիքը զգացիր, առանց վարկյան մտածելու ուղղակի զանգի ինձ, լավ։ Լավ ախպերս։ Ինչ ասացի։ Ես պատրաստ եմ պատասխանել քո բոլոր հարցերին։ Դու ուզում ես չէ՞ մորդ մասին ամեն ինչ իմանալ։ Ուզում ես չէ՞։ Հա, բայց դու միշտ խուսափել ես դրա մասին խոսալուց։ Դու ինձ երբեք չես պատմել իր մասին։ Հիմա ամեն ինչ հակառակն է։ Եթե դու գնաս հիմա բուժվելու ու լսես ինձ, ես ամեն ինչ կպատմեմ մորդ մասին։ Ամեն ինչ։ Հա, հասկացա։ Փաստորեն դու ինձ շանտաժ ես անում։ Դու ինձ, պապա, շանտաժ ես անում։ Չէ։ Դու նորից ամեն ինչ սխալ ես հասկանում։ Իսկ ոնց պիտի հասկանամ։ Եթե դու իմ առաջ պայման ես դնում մամայի մասին խոսալու համար, հա։ Բայց դու ինձ տարբերակ չես թողել։ Չես թողել ու վերջ։ Դու չես համաձայն բում։ Դու գիտես, որ խոսքը իմ համար ամեն ինչից վեր է։ Ասել են ու կպատմեմ մորդ մասին։ Բայց դու էլ քո խոսքի տերը պետք է լինես։ Ստոպ։ Բայց ես էլ չեմ համաձայնել։ Գիտեմ։ Բայց ամեն ինչ ասելուց առաջ մի հատ մտածի, հա։ Լավ։ Կմտածեմ։ Ապրես։ Բայց իմացի, որ դու սխալ ես։ Դու ոնց որ արդեն լավ ես։ Ուզում ես բուժվեմ, հա։ Ուզում ես բուժվեմ, հա։ Բուժվեմ, Պետրոս։ Մենակ թե դու կանես են ինձ պետք է։ Դու հլը շատ ես փոշմանելու։ Շատ ես փոշմանելու։ Դու հլը շատ ես փոշմանելու։ Որ ինձ նման բաներ ես խոսք տվել։ Շատ ես փոշմանելու։ Լավ ես քեզ զգում։ Նորից չի, ելը չի վերջացել, որ նորից սկսի։ Ես որոշել ես շեպիտ ասածները լսես, հա։ Խելոք գլուխդ կախ աշխատում ես։ Հանգստացի, ես աշխատում եմ նենց ոնց որ միշտ։ Մեկը ինչքան էլ աշխատես մատուցող չի եղածը։ Շատ ավելի մեծ սինիներով սկսես գնալ գալ։ Եթե քեզ թվում է քո ասածներից պիտի հուզվեմ կամ ազդվեմ, չարաչար սխալվում ես։ Ես թքած ունեմ, թե դու ինչ ես մտածում իմ մասին։ Կարող է հասկացել ես, որ ձև չունես մատուցողուդ գոգնոցը վրիցդ հանելու։ Թե
հենց մեր թազա շեֆին ես ուզում կպցնես։ Հենց կարող խառնում ես ինձ ու քեզ։ Չհասկացա։ Ինչ կա չհասկանալու։ Բացատրեմ, թե գնամ 5 րոպեից գամ։ Լսի աղջի, ես ինչ ձևեց քեզ պանվաշը ու տեղն ես քեզ դրել։ Ես իմ տեղը շատ լավ գիտեմ։ Գիշերային ակումբում մատուցող եմ, այդ էլ դու ով ես, չգիտեմ։ Չհասկացա։ Քեզ թվում է հենց մարսելու ես, հա? Որ այն անգամ ասածների շարի մի հատ էլ դեմ դուրս եկար։ Վիկա, ձեռս թող։ Թե չէ ինչ ես անելու։ Հիմա լսի, թե ես քեզ ինչ եմ ասում։ Եթե չես ուզում ստե խայտարակ լինես, մազերից ստել մի կտոր սեղանին լինի, հենց հիմա ձեռս թող։ Միակ մարդը, ով ինձ ուզում էր օգնել։ Միակ մարդը, ով ինձ հասկանում էր, էլ չկա։ Բայց դուք հələ չգիտեք։ Չգիտեք, թե ես ինչերի եմ ընդունակ։ Սպանում եք բոլորին։ Բոլորին ով ձեզ խանգարում է։ Ես քեզ սպանելու եմ, Աբել։ Սպանելու եմ։ Թքած թե հետս հետո ինչ կլինի։ Սպանելու եմ քեզ, Աբել։ Սպանելու եմ քեզ։ Սպանելու եմ։ Ինչ ես ասելու։ Ինչ։ Խոստացար։ Ինչ ես ասելու։ Ճիշտ է։ Որն է ճիշտը։ Քանի անգամ եմ խոսապել այդ ճշմարտությունից։ Քանի անգամ եմ փորձել մոռանալ, բայց հնարավոր չի մոռանալ։ Ես չեմ կարող։ Ինչ ասեմ աղջկաս։ Ասեմ, որ չէ։ Դրանից հետո ինչ կլինի, ավելի վատ։ Ես չեմ ուզում կորցնեմ աղջկաս, բայց ուրիշ տարբերակ չունեմ։ Երկու դեպքում էլ մարդային վնասելու եմ։ Ու ինքդ էլ չես հասկանում, թե ինչ կանի քո հետ այդ ճշմարտությունը, Մարթա։ Կամ որոշել ես կուլ գնալ Աբելին ու իր ուզածով անես, կամ էլ իրոք դու չես ուզում։ Ու Աբելին ես պատճառ բերում։ Բայց ոնց կարող է չուզես, եթե… Բայց սխալ արեցի, ասա ինչ ես տակ գլխով առաջ ընկնում։ Պետք չէր Լիլիթին այդ վիճակում մենակ թողնել։ Դե վերցրու էլի աղջիկ ջան, ես ինչ բնավորություն է, հետո Աբելին ենք ասում։ Մի Աբել էլ դու ես էլի։ Ապա ոնց չես վերցնի, որոշել ես որոշ ժամանակով դադար տաս մեր հարաբերություններին։
Ինչի ես զանգում, մեկը չեմ պատասխանելու։ Դու ինքդ չուզեցիր լսես, հիմա ինչ փոխվեց։ Չեմ ուզում խոսել, հասկացի։ Լիլիթ, սպասի, կարևոր բան պետք է ասեմ։ Լիլիթ, սպասի մի րոպե, բան պետք է ասեմ։ Էլի դու։ Լիլիթ, շատ կարևոր բան ունեմ քեզ ասելու։ Իսկ ես չեմ ուզում քեզ լսեմ։ Ես հասկանում եմ, բայց ես այնքան կարևոր բան ունեմ ասելու, որ ես ուզում եմ, որ դու ինձ այսօր լսես։ Ինձ չի հետաքրքրում, թե դու ինչ ունես ինձ ասելու։ Ես հո քեզ չեմ վնասելու։ Հանգիստ եղի։ Ուղղակի այնքան կարևոր բան ունեմ ասելու, որ չեմ ուզում, որ այդ հանկարծ դու ուրիշից իմանաս, որտեվ դու իմ համար շատ կարևոր մարդ ես։ Ես էլ քեզ ունեմ ասելու կարևոր բան։ Եթե մի անգամ էլ հայտնվել ես ճանապարհիս, ես արդեն Աբելին ասելու եմ։ Դու ոչ մեկին է ոչ մի բան չես ասելու։ Արդեն հոգնեցի։ Թող գնամ տուն, հա։ Մինչև ինչ չլսես, շենք չես մտնելու Լիլիթ։ Լսի, Աբելը ճիշտ էր ասում, քո հետ երևի պետքա ուրիշ լեզվով խոսել։ Գնա աղբորդ ինչ ուզում ես ասա, ու ասա, որ ես այսօր մոտիկացել եմ քեզ։ Այդ արդեն կարևոր չի, կարևոր որ դու հիմա ինձ լսես։ Չէ, դու արդեն լրիվ անտանելի ես դառնում։ Լիլիթ։ Շատ կարճ ժամանակ ունես, արագ ասա։ Դու իմ համար պատահական մեկը չես։ Ես քեզ ասեցի արդեն։ Ու ես մի հատ բան եմ արել, որի համար շատ եմ փոշման։ Արագ ասա։ Ուզում եմ, որ դու դա ինձանից ունենաս։ Ես արդեն հոգնեցի։ Սպասի։ Էլի դու արա։ Ասա մարդը ինչ-որ բանա պետք։ Հա։ Ասա։ Պետրոսին ասա թող գա։ Դու համարյա ամեն օր իրան տեսնում ես, մոռացել ես։ Չեմ մոռացել։ Հետը խոսալու բան ունեմ, ասա թող գա, հիմա։ Բայց։ Ոչ մի բայց։ Իրան կասես, որ ես արդեն որոշել եմ։ Ինքը կհասկանա։ Լավ։ Փոխանցեմ։ Ես էլ իմ պայմաններն ունեմ։ Ու դու կհամաձայնես։ Դու չես թողնի, որ աղջիկդ նարկոտիկների կարոտից մեռնի։ Ու ամեն ինչ կանես, որ էլի այդ դժոխքում հայտնվեմ։ Բայց այս անգամ կլսես ինձ։ Հաստատ։ Ինչ գործ ունես ես այա թոմարա։ Էլի դու, այսօր գնում եմ դու դեմս ես դուրս տալու։ Հա դեմդ եմ դուրս գալի, ինչ գործ ունես ես աղջիկա։ Այդ քանի անգամ քեզ ասեմ, արա որ մոտիկ չգա։ Հանգստացի մի հատ, ես աղջիկա հետ նորմալ խոսում եմ։ Դու ես աղջիկա հետ ընդհանրապես պետք է չխոսաս։ Խի, դու ով ես, իր աղբերն ես, աղբանիկն ես, ով ես։ Հումոր ես անում։ Նայ։ Արա դու գլուխդ ես կորցրի արա, հա։ Հա։ Դու ես երևի գլուխդ կորցրել։ Ոչմ ես հանգիստ էի քո հետ խոսում, բայց ոնց որ դու հասցնում ես նրան, որ ես ամեն ինչը ավելի վատ ավարտ ուներ, հա։ Ես ամեն ինչը քո համար մենակ։ Լսի քեզ ինչ եմ ասում, ուրա։ Հանգստացեք մի րոպե։ Նայ։ Ես արդեն այդքան դուխով ես, որ ինձ բաղցնում ես, Վիկա, ձեռս թող։ Ես մեր շեֆին չեմ պաշտպանում, ոչ էլ աչքիս լույսն է, բայց շատ ուրախ եմ, որ ախրանակա կանգնած չես կարի ասես, թե մեր հետ ինչ կարա լինի։ Լսի, ես քեզանից չեմ վախենում, բայց այ դու հաստատ վախենալու տեղ ունես։ Ու այս տարածքում այտենց մարդ չկա, որ ինձ ասի ես ոնց պիտի անեմ ու ինչ պիտի անեմ։ Էն էլ դու հասարակ մի հատ մատուցողուհի։ Բայց ոնց որ լավ էլ վախենում ես, այդ մատուցողուհուց։ Էլ մի երկարացրու։ Գնա գործը տարա ու հիշի, որ այս պատմությունը սենց չի պրծնելու։ Մենք հլը հանդիպելու ենք այս թեմայի շուրջ։
Ուզում էի Մարթայի մոտ գնայի, բայց ասացի մի հատ քեզ տեսնեմ հետո։ Ու Ուզում էի տնայի ոնց ես։ հա, ուզում էի տենել ոնց է։ Ված չեմ, երևի լավ եմ։ Ես չգիտեմ դու ինչ ես որոշել։ Բայց ինչով կարամ կօգնեմ։ Մենակ ասա։ Յա, մենակ ասա։ Ես եմ մոռացել էի, հա։ Այդ բժիշկի հետ խոսացել ես։ Չէ, բայց Պետք չի լավ էլ։ Պետք չի խոսալ։ Եթե պետք է Այդ մի անգամա բոլա որ ես հասկանամ ինչ պետք է անեմ, պետք չի։ ու ինչ ես անելու։ Մարտային պետք է էլի կլինիկա պարկասնել։ Բայց չկա, ես գիտեմ, որ ինքը չի գա, հաստատ գիտեմ, որ չի գա։ Կցանկանամ մնա այդ սենյակում, բայց չէ, անպայման պետք է տանենք, որ կլինիկայում պարկի։ Ես իրա վերջին հնարավորությունն է, որ բուժվի, նորմալանա, բայց Մարտան իրա ցանկությամբ անելու ամեն ինչ։ Ես իրան չեմ ստիպելու։ Չէ։ ես տենց չեմ պատկերացնում։ Չէ, ինքը հանգիստ կգնա, կպարկի հիվանդանոցում, կբուժվի, ամեն ինչ կանեն իր համար, ես անհնարինը կանեմ, անհնարին է իր համար, բայց ինքը պետք է գնա ու պարկի կլինիկայում ու բուժվի։ Ես իրան չեմ ստիպելու, չեմ պարտադրելու։ Չէ։ Դու ավելի լավ գնա այդ թղթերը դասավորի։ Հա, մեկ էլ ուշադիր եղի հետո, որ պրոբլեմներ չառաջանան։ Խնդիր չկա։ Մնացած ես արդեն կանեմ, ինչ որ պետք է։ Ես չես վեկալելու։ Դուրս կգամ հետո կխոսամ թող զանգեն։ Հիմա վերցրու, հենց հիմա։ Ալո։ Հա։ Հասկացա լավ։ Մարտայի մոտի տղեկն էի։ Էլ ինչ որ բան արը։ Ուզում ա քեզ տեսնի։ Հետո։ Ասել է տղեկին, որ փոխանցեն քեզ, որ որոշել է։ Հաստորեն որոշել է։ Այդ լավ է հետո։ Լավ է գնացինք։ Վերջացրեք մի հատ։ Դու չխառնվես։ Երևի այն օրը տենց ընկերոջս հետ դուխ ես, հա առե, երևի տենց լավ ծեց չի կերը, հա ընկերդ։ Ուրիշ ավելի հարմար տեղ չկար ձեր հարաբերությունները պարզելու։ Չես ասեցի սուս մնա, չխառնվես։ Հիմա թողում ես տեղից ու գնում ես, եղավ արա։ Լիլիթ, կներես, ես չէի ուզում ուղղակի։ Պիտի շնորհքով տղա ես, դու չգիտեի։ Դե հիմա տենց շնորհքով ֆռում ու գնում ես տեղից։ Ես էլ էլի քեզ ասելու բան ունեմ, իմ ասելիքը կիսատ ամենաց։ Արա դու չես հասկանում, դու իր այդ բառ չունես խոսալու։ Ինչ ունես իմ հետ, եղա։ Մենք էլ իր այդ կիսատ խոսակցությունն ենք։ Հա, բա ոնց։ Լրջկված լակոտ։ Ոնց ես, ես ինչ է։ Նորմալ է ամեն ինչ։ Արի խոսանք, հա։ Դե խոսա։ Խնդրում եմ, արի գնանք հանգիստ նորմալ խոսենք, արի։ Ինչի կարող եմ մեծն աբելը մեզ տենա, հա։ Նայ, վերջացրու։ Արի նորմալ հանգիստ կխոսենք, արի։ Ինչ ես մոռացել վերջին պայծառ մտքերից ավելացնելու բան ունես։ Արի ասում եմ։ Բարև։ Գիտեի, որ շուտ կգաս։ Պատասխանիս ես չես սպասում։ Սպասում եմ։ Ու գիտես ինչ եմ ուզում լսել։ Գիտեմ։ Ես համաձայն եմ։ Ես նորից հետ կգնամ այդ դժոխք։
Շատ լավ է, որ հասկացար։ Հասկացար, որ սա քո վերջին հնարավորությունն է։ Ամեն ինչ քո ձեռքերում է։ Երևի։ Ես կանեմ ամեն ինչ, ինչ ասում ես։ Ինչ բժիշկներն են ասում։ Բայց ես մի պայման ունեմ։ Չհասկացա։ Ինչ պայման։ Դու իմ առաջ պայման դրել էիր, չէ՞։ Ինձ բան էիր չխոստացել։ Ես խոստացել եմ ու ես քեզ ասեցի, որ ես ամեն ինչ կպատմեմ, բայց ես պայման ունեմ ու դու պիտի դա անես։ Մենակ այդ դեպքում ես կլինիկա կգամ։ Հիմա ինչ պայման ես ասում ինձ։ Ես պիտի Աբելին տեսնեմ։ Պիտի հետը խոսամ։ Աբելին։ Մենակ չասես, թե տենց մարդ գոյություն չունի։ Ես շատ լավ հիշում եմ իր անունը։ Հա։ Բայց դու իր հետ չպետք է խոսես, հա։ Դու իրան մի անգամ ես տեսել Աբելին։ Հա։ Ու ուզում եմ հետս խոսամ։ Ես իրան բան ունեմ ասելու։ Կխոսանք ու ես շատ հանգիստ քո հետ կգամ կլինիկա։ Հիմա ինչ ես հորինել, ինչ ես մտածել։ Ուզում եմ մենակ տեսնեմ իրան, այդքան բան։ Հնարավոր չի։ Ինչի՞։ Որովհետև դու չես ուզում։ Վախենում ես, որ ձեռքերդ էլի կկեղտոտես։ Վերջացրու ասում եմ քեզ։ Ես մենակ էդ եմ ուզում։ Մենակ այդ դեպքում կլինիկա կգնամ, եթե Աբելին տեսնեմ։ Ու ինձ հարցեր մի տուր։ Երբ որ դու պայման էիր դնում, ես հարցեր չէի տալիս, չէ՞։ Դու էլ ինձ մի տուր, մեկա չեմ պատասխանելու։ Աբելին կտեսնեմ ու կգնանք կլինիկա։ Անիմաստ բան ես ուզում։ Ուրիշ բան չեմ ուզում։ Նորից եմ կրկնում։ Մենակ այդ տղուն տեսնեմ ու վերջ։ Ու կգնանք կլինիկա։ Կմտածեմ։ Մտածի։ Ես չգիտեմ էլ քո հետ ոնց խոսամ մարդա։ Մենակ դու ես ինձ մեջքից խփում, մենակ դու։ Մի բան ասեց։ Չգիտեմ թե հիմա ինչ ես ուզում անես, ինչ ես մտածել, բայց ես ամեն ինչի պատրաստ եմ։ Պատրաստ եմ, կանեմ ոնց ուզում ես, բայց դու էլ կլինիկա պետքա գնաս, ու կարևոր չի, թե ինչ գնով, կարևոր չի։ Աբելին կբերես մոտս։ Հիմա։ Վաղ առավոտ։ Լավ։ Լակոտը քեզ էլի հետևում էր։ Չգիտեմ, ես որ եկա արդեն բակում էր։ Ու ինչ էր ասում։ Չգիտեմ, չհասցրեց ասի։ Փաստորեն ես ձեզ խանգարեցի։ Չգիտեմ, խանգարեցիր թե չէ։ Գայիր իմանայիր։ Հա սխալ արեցի, որ քեզ թողեցի մենակ գնացի։
Բայց դու ինչ իմ զանգերին չէիր պատասխանում։ Նայել ես քանի անգամ եմ զանգել։ Նայել եմ։ Բայց դու քո ասելիքն ասեցիր ու գնացիր, ինչ պատասխանեի։ Բա ուրիշ ոնց պետք է ես վարվեի։ Էդ էլ կասես։ Եթե քեզ քո սիրած աղջիկը ասում է, գիտես ինչ կա, ես սենց որոշում եմ կայացրել։ Ու ես է պետք է հավատայի դրան։ Սկսվեց նորից նույնը։ Լավ էլ բան չեմ ասում։ Մենակ մի բան եմ ուզում խնդրեմ։ Ասա։ Աբելին չասես այս մասին։ Դու մենակ քո մասին ես մտածում, Լիլիթ։ Դու պատկերացնում ես ես ինչի հիմար դրության մեջ կընկնեմ։ Բա պատկերացնում ես իմանա, հաստատ չի հավատա, որ պատահական ես հայտնվել ստեղ։ Կիմանա, որ խաբում եմ իրան։ Դու քո խոստման մասին ես, հա, մտածում։ Բա ես հեչ, հա։ Չէ, նոյ լսի։ Չէ, դու ինձ լսի։ Երևի ուզում էիր ասել, որ ժամանակավոր մի ասա, նոյ ջան, հետո երբ ժամանակը գա, կասենք, չէ։ Չես ուզում հասկանաս ոչ մի բան։ Այդքանն էիր ասելու։ Էլ բան չունես ավելացնելու։ Լիլիթ։ Դե չի խառնվեցիր իրար։ Չէ, բան չկա։ Մտածմունքների մեջ ես։ Հա։ Արի նստի տեսնեմ ինչ ա։ Դե պատմի տեսնեմ այդ ինչ դարձավուն ես, որ մտածմունքներդ խեղդում են։ Լավ կլիներ չունենայինք մտածելու բան, բայց չգիտեմ Լիլիթ։ Դու ասա, ոնց ես։ Շփոթված եմ մի ձև, կյանքումս sense բաներ ուշուշ են ելնում, բայց չգիտեմ ինչ մտածեմ։ Ինչ ա եղել։ Նարեն էր զանգել։ Հա, ոնց էինք մոռացել Նարեին։ Ոնց է, ինչ կա։ Մայրն է մահացել։ Վայ, երբ։ 10 օր առաջ։ Բա ինչի շուտ չի ասել։ Նույնն էլ ես հարցրի։ Վայ։ Ուզում էի փոքրի գնայի ինչ-որ հասկանայի տեղում իրավիճակը ոնց է, ինչ է։ Այն էլ ասեց, որ ոչինչի կարիք չկա։ Ինձ բարեկամներից մեկն է եկել արտերկրից։ Ու սա հարցերը լուծել է։ Դե լավ է գոնե մենակ չի եղել, թե չէ ինչ պիտի աներ։ Այդ բարեկամն էլ որոշել է, որ երկրից պիտի դուրս գա։ Հետը տանում է։ Բա դու գնալու ես ճանապարհ ես։ Ինքնաթիռ նստելուց կես ժամ առաջ էր զանգել։ Լուրջ։ Ինչ ասեմ, հուսանք լավ կլինի, կարևորը հարազատների հետ ագոնե։ Հուսանք։ Դե, չանեմ թեյ դնեմ խմենք։ Հա։ Լիլ թեյ դնելու ես, թե գնամ պարկեմ։ Չէ, բերում եմ։ Լավ։ Դու ես մեղավոր, որ ես ստիպված եմ էլի այդ քաոսի մեջ հայտնվել։
Երևի Ռուզիկին էլ ես չես սպանել։ Ու եթե դու չլինեիր, հիմա ես արդեն հեռու կլինեի։ Գիտես։ Դու ես ամեն ինչում մեղավոր։ Մենակ դու ես մեղավոր։ Սպանելու եմ, Աբել։ Քեզ սպանելու եմ։ Սպանելու եմ քեզ։ Ես պարտքեմ քեզ մարդը, հա պարտքեմ, ու մենակ իմ կյանքով կկարողանամ պարտքս վերադարձնել, դու ինձ հաղթում ես, որովհետև ես մեղավոր եմ քո առաջ, դու ինձ հաղթում ես։